Ողջի սիրելի բնակիչներ, ողջունում եմ ձեզ բարի լույս։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր ժամանակներ ենք ապրում, որովհետև պատմական իրադարձություններ են մեկը մյուսին հաջորդում։ Երեք պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան եւ արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցին Թրիպ նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կստորագրվի վերջնական, այսինքն դրանով արձանագրվեց, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները տեքստը համաձայնեցրել են, բանակցված ավարտված է եւ միակ բանը, որը մնում է անել, ստորագրել եւ վավերացրելն է։ Ինչով է պատմական փաստաթուղթը։ Պատմական կարճ ժամանակահատվածում, կարճաժամկետում եւ երկարաժամկետում։ Կարճաժամկետում պատմական է, որովհետեւ ի վերջո արդեն 5-6 տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցությունները անվերադարձ փակվեցին, որովհետեւ հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը Թրիպ նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հաջորդիվ, այսինքն հիշում եք, չէ, ժողովուրդ ջան, ինչ է 20 թվից անընդհատ միջանցք, ընդ որում հիմա մենք Միացյալ Նահանգների հետ ենք այս նախագիծը իրականացնում։ Ես նաև ասել եմ, որ մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր կամ հետաքրքրվել են, թե ինչու ենք Միացյալ Նահանգների հետ անում եւ ոչ այլ գործընկերների, ես միշտ բոլորին ասել եմ, որ ցանկացած գործընկեր, ով կստորագրի 4 բառի տակ, ես պատրաստ եմ իրանց հետ աշխատել։ Տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ 2020 թվից եղել են տարբերակներ, որ այս բառերից միայն 2-ը օգտագործվի փաստաթղթի մեջ։ Մենք չենք համաձայնվել, որովհետև տեսել ենք, որ դա ստեղծում է սողանցք մեր տարածքի ինչ-որ հատվածների վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակելու։ Մենք չենք գնացել այդ լուծումների, մենք անասելի ճնշումների ենք ենթարկվել, այդ թվում ռազմական ճնշումների ենք ենթարկվել, էսկալացիոն ճնշումների ենք ենթարկվել, բայց մենք մեր երկրի շահը մի միլիմետր անգամ չենք զիջել եւ մենք հասել ենք արդյունքի եւ այսօր այդ նախագիծը ոչ միայն փակում է միջանցքային տրամաբանությունը, այլև բացում է անսահման հեռանկարներ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչով է բացում անսահման հեռանկարներ։ Ի վերջո մենք դրանով վերջնական եւ անշրջելիորեն հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Ինչա տեղի ունենալու այդ նախագծի շրջանակներում։ Այդ նախագծի շրջանակներում ամենաակնհայտ բանը, որ տեղի ունենալու, հետևյալն է։ Ուրեմն մեղրի երկաթուղին վերաբացվելու է, եւ մեղրի երկաթուղին է վերաբացվելու եւ մեղրի երկաթուղին գալու է վերաբացվի միջև Երասխ։ Եվ սա ինչով է կարևոր։ Կարևոր է իհարկե այդ երկաթուղից օգտվելու են նաև ադրբեջանցիները Նախճեվանի եւ Ադրբեջանի միջև կապի համար։ Բայց նաև այդ երկաթուղից օգտվելու ենք մենք Երասխի, այսինքն Հայաստանի հյուսային եւ հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։ Դուք գիտեք, որ մենք այսօր հարավից դեպի հյուսիս, այսինքն Սյունիքից դեպի մեր երկաթուղի չունենք մենք Հայաստանի այդ հատվածում եւ թերևս եւ մենք ստանալու ենք երկաթուղի։ Սա ամենապարզ բանը, որ ասեմ, օրինակ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը բեռնատարներով այսօր գալիս հասնում երկաթգծի կայարան, որով արտահանվում է։ Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից
առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով եւ դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք, բայց հնարավորությունը որ բաց է հետագայում բիզնեսը ցույց կտա թե այդ ինչի համար է օգտագործվում, այսինքն ճանապարհն է օգտագործվում։ Երկրորդը, որը շատ կարևոր է, մենք նաեւ հետագայում տրանզիտի համար Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու, այսինքն ամեն գնացք, որ մեր տարածքով անցավ դրա համար վճարելու է։ Այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ պետական բյուջեի միջոցները օգտագործվելու են Հայաստանի կարիքների համար, թոշակներից սկսած ճանապարհներով ավարտած։ Ավելին ասեմ, երբ որ մենք խտանյութը բերենք բեռնատարով, գնացքով եւ ոչ թե բեռնատարով, այդ նշանակում է, որ Հայաստանի ճանապարհների որակը եւ կիրառելիությունը էականորեն լայնանալու է, ընդլայնվելու է։ Ինչի, որովհետեւ այսօր ցավոք գերբեռնված բեռնատարների խնդիրը չի հաջողվում լուծել եւ ճանապարհները այդ բեռի տակ ավելի արագ են քանդվում, քան սպասվում էր։ Հաջորդիվ, բայց թրիփ նախագիծը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով կարող են անցնել նաեւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետի մալող, այդ ամեն ինչի համար Հայաստանը ստանալու է տրանզիտի փող, բայց բացի այդ շատ կարևոր է, որ այդ բոլոր ենթակառուցվածքներով Հայաստանը եւ ներմուծում կարող է անել, եւ արտահանում կարող է անել, եւ սա նույնպես շատ կարևոր է, ել չեմ ասում այդ բոլոր ուղիների սպասարկումը, սա նշանակում է նախ մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, երկրորդն նշանակում է մեծ թվով աշխատատեղեր, որովհետև երկաթուղու մասնագետներ եւ այլն, էլեկտրահաղորդման, այսինքն դա մեծ ներդրումներ եւ մեծ աշխատատեղեր է եւ ելի ուզում եմ ընդգծեմ, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության ներքո։ Հիմա այստեղ կա մի հատ ուրիշ նուրբ հարց, որը մենք պետք է առաջիկայում լուծենք։ Այդ նուրբ հարցը հետեւյալն է, թե Մեղրիից հետո եւ ըստ էության խաղաղության խաչմերուկ Հայաստանը հայտնվում է արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ խաչմերուկում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ նախագծի իրացման արդյունքում մենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք երկաթուղային կապ ստանում եւ մենք այս բացման պարագայում Երասխ, Նախճեվան, Ջուլֆա, իրանական Ջուլֆա դեպի Պարսից ծոց, այսինքն մենք նաև արտանման եւ ներկրման Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ստանում ենք երկաթուղային կապ։ Հիմա այս ընթացքում շատ կարևոր մի հարց է ծագում. ինչպես են արևմուտքից դեպի արևելք գնալու մեր բեռները, մեր չէ, միջազգային բեռները։ Ուրեմն բնականաբար Մեղրին այլընտրանք չկա, բայց այստեղ մենք ունենք մի խնդիր Նախճեվանից հետո ոնց է շարունակվելու։ Դուք գիտեք, որ հիմա Թուրքիան կառուցում է Կարս Դիլիջու երկաթուղին, այսինքն Կարսից մինչև Նախճեվան, եւ այդ մեզ շատ հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ այդ թվում շատ այլ երկրներ աջակցում են այդ ծրագրին։ Եւ Հայաստանում պատրաստի երկաթուղի կա եւ պատրաստի երկաթուղին է պետք օգտագործել եւ մենք այս թեման հետազոտելով եկանք այն եզրակացության, որ քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է եւ Ռուսաստանը գիտեք բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի արևմուտքի երկրների հետ, արևմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցելով, որ ընկերությունները պրոբլեմը այստեղ քաղաքական չի, նաև տնտեսական է, որտեղ այն ընկերությունները իրենք կարող են ընկնել պատժամիջոցների տակ եւ հետեւաբար բոլորը փնտրում են ապահով ուղի։ Եվ նաև այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի երկաթուղիները, որը իդեպ Հայաստանի Հանրապետության 100% սեփականությունն է, շատ կարևոր է արձանագրել, մենք պետք է կոնսենսուս տրամաբանությունը անպայման փոխենք, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտը մեր ճանապարհի, մեր երկաթուղիների համար պրոբլեմ չդառնա։ Եվ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ բարեկամական գործընկերային աշխատանքը մեր գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնության հետ եւ այդպես շարունակ։ Եվ հաջորդիվ մեզ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացումը եւ արևելքից արևմուտք բոլոր դեպքերում ապրանքների
հոսքը այնքան մեծ է, որ ես համոզված եմ, որ մեր երկաթուղին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու է եւ մեծ գումարներ է բերելու Հայաստանի Հանրապետություն։ Ավելին ասեմ, հիմա նաեւ այլ միջազգային գործընկերներ են հետաքրքրվում հետեւյալով։ Իրենք հաշվել են եւ պարզվել է, որ արևելքից արևմուտք գնացող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ այդ ճանապարհով եւ մի մեծ ներդրումային հետաքրքրություններ կան, որպեսզի Տավուշի մարզից դեպի Շիրակի մարզ գնացող ճանապարհները, գոյություն ունեցող ճանապարհները զարգացնեն եւ բեռնատարների համար, միայն բեռնատարների, օտարերկրյա բեռնատարների համար վճարովի ճանապարհը տեղ գոյություն ունենա, որը ելի մեծ եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Սա ինչի համար եմ ասում։ Ես ասում եմ ցույց տալու համար, որ մենք այս օրերին բոլորի աչքի առաջ զարգացման մի նոր էտապ ենք մտնում եւ այս զարգացման նոր էտապ մտնելը առանձնահատուկ նրբություն է պահանջում, որովհետեւ հասկանալի է, չէ, այս զարգացման նոր էտապ մտնելը նշանակում է ավելի ուժեղ պետություն, ավելի անկախ պետություն, ավելի ինքնիշխան պետություն եւ հասկանալի է, որ ոչ բոլորն են, որ կարող են դրանով շահագրգռված լինել, բայց այս ամեն ինչը գոյություն կարա ունենա խաղաղության պայմաններում եւ այս ամեն ինչի իրագործումը խաղաղության լրացուցիչ երաշխիք է, որովհետեւ երբ որ արևելքից արևմուտք բեռները հոսում են Հայաստանի Հանրապետությունում եւ արևմուտքից արևմետ, հյուսիսից հարավ եւ հարավից հյուսիս, այդ նշանակում է, որ Հայաստանում անկայունությունը, պատերազմը կարա այդ ճանապարհները փակի։ Իսկ եթե կարա այդ ճանապարհները փակի, նշանակում է արևմուտքում եւ արևելքում, հյուսիսում եւ հարավում բազմաթիվ պետություններ եւ գերտերություններ խնդիրներ կունենան, եթե այդ ճանապարհը փակվի։ Հետեւաբար բոլոր այդ գերտերությունները պետք է շահագրգռված լինեն, որ այդ ճանապարհը բաց մնա, որպեսզի ճանապարհը բաց մնա, պետք է այստեղ անկայունություն չլինի։ Այսինքն սա լրացուցիչ երաշխիք է, որ գերտերություններից որևէ մեկը շահագրգռություն չունենա, որ Հայաստանում պատերազմ լինի, որովհետև երբ որ Հայաստանում պատերազմ լինի, իրաց տնտեսությունները կանգնելու են։ Իսկ ինչու են իրաց կանգնելու են կամ խնդիրներ են ունենալու։ Իսկ երբ որ իրաց տնտեսությունները խնդիրներ են ունենում, դրա արդյունքում այդտեղի իշխանությունները ունենում են ներքաղաքական խնդրեմ, որովհետև այդտեղի ներքին հասարակությունը ասում է՝ մի րոպե, այս ինչի էս թանկացավ, ինչի էս ապրանքը դեֆիցիտ եղավ, ինչի էս բանը իմ ապրանքը ժամանակին չհասավ, եւ հետեւաբար տրիպ նախագիծը այն լրացուցիչ երաշխիքն է խաղաղության եւ խաղաղության խաչմերուկը, որ Հայաստանի Հանրապետության խաղաղությամբ բոլորը եւ հնարավորինս շատ ուժ լինի շահագրգռված։ Էսա մեր ճանապարհը, բայց նաեւ այսօր արդեն պետք է այդել խոստովանել, որ երբ որ այս ճանապարհը ստեղծվում է, ինքը մենք սկսում ենք մրցակցել այլ ճանապարհների հետ, այլ ուղիների հետ, այլ ազդեցությունների հետ, մենք դառնում ենք ազդեցիկ պետություն եւ ազդեցիկ տարածաշրջան, այս էլ է շատ կարեւոր։ Տեսեք, որովհետեւ մենք չենք կարա Հայաստանի Հանրապետությունը դարձնենք խաղաղության խաչմերուկ, եթե հարավային Կովկասը լինի փակուղի, որովհետև լավ երկաթուղին եկավ մտավ Հայաստան, միտեղից պետքա մտնի, միտեղից պետքա դուրս գա, չէ՞, չի կարա Հայաստանում երկաթուղին սենց պտտվի, կարա պտտվի, բայց այդ ոչ մեկին հետաքրքիր չի, եւ ընդհակառակը դա ոչ միայն եկամուտ չի բերում, այլև անիմաստ ծախս է, բանա, մանկական երկաթուղու նման բանա, կարանք մանկական երկաթուղին այս կողմ քշենք, ինչքան ասես, ոչ մեկի հետաքրքիր չի, երեխեքին գուցե հետաքրքիր է, բայց դա լրացուցիչ ծախս է եւ ծնողների եւ պետության համար, եւ հետեւաբար շատ կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը դարձնել խաղաղության խաչմերուկ, նշանակում է նպաստել, որ հարավային Կովկասը ընդհանուր առմամբ դառնա խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանն ու Վրաստանն էլ դառնան խաղաղության խաչմերուկ, որովհետև մեր արևելքից արևմուտք գնացող երկաթուղին եւ ճանապարհը Հայաստանով անխուսափելի պիտի անցնի, բայց պիտի անցնի նաեւ Ադրբեջանով եւ Թուրքիայով, որովհետեւ այսինքն պարզ տրամաբանական բան է, չէ՞, հյուսից հարավը պետք է Հայաստանով անցնի, բայց անխուսափելիորեն պետք է անցնի նաև Վրաստանով եւ Իրանով, որովհետեւ մենք այսինքն լրացուցիչ բացատրության կարիք չկա։ Եվ այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ առանց մեր հարևանների հետ բնականon հարաբերությունների այս ամեն ինչը մենք չենք ունենա։ Բայց այսօր այս հեռանկարը, որը
պատմական հեռանկարը ժողովուրդ։ Սա նշանակում է, որ մենք մակարման եւ գոյատևման օրակարգը հաղթահարում ենք եւ մտնում ենք բոլորովին այլ կարգի պետություն ունենալու տրամաբանության մեջ, բոլորովին այլ կարգի բարեկեցություն ունենալու տրամաբանության մեջ, որը իդեպ իմ կարծիքով մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ամենալավ ձևն է, որովհետև մեր նահատակների զոհությունները ինչով մենք կհամարենք արդարացված, երբ որ մենք պետություն ունենանք, այդ պետություն լինի խաղաղ, այդ պետություն լինի զարգացած, այդ պետությունը լինի հեռանկարային եւ այդ պետությունը գոյություն ունենա հարատև։ Այսօր աշխարհի թիվ 1 գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 100 տարվա պայմանավորվածություն է ձեռք բերվում ժողովուրդ 100 տարվա դա գիտեք ինչ է նշանակում դա նշանակում է որ աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է Հայաստանի Հանրապետությունը 100 տարի առաջիկա 100 տարում գոյություն ունենալու մենք մեր պատմության ընթացքում երբեք չենք ունեցել մի ժամանակաշրջան որ մեր դիմացը 100 տարվա հեռանկար ունենանք սա մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է որ մենք մեր դիմացը 100 տարվա պլան ունենք եւ սա մեծ իրադարձություն է եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ այդ իրադարձության առիթով բայց այս լավ հեռանկարը փչացնելու ամենալավ ձևը որն է մեզ վախեցնելը մեզ անդադ վախեցնելը ավելի լավ է այդ գիտեք վախեցնելը որ ավելի լավ է դենց բան մնացեք գլուխներդ հանկարծ չանեք որովհետև այս կլինի այն կլինի այդ թեմաներից մեկը որով մեզ վախեցնում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման է միլիոններ են ծախսում, միլիոններ, երեք գնացել եմ տուն, գործից բանից քարոզարշավից հետո ժամը քանիսներ մտել եմ տուն, ասի մի հատ թեյ խմեմ, միացրել եմ YouTube-ով մի բան նայեմ, մեկ էլ տնամ ինչ-որ ռոլիկ է, ինչ-որ մի կին երկու երեխու հետ գնում է, մտնում է մանկապարտեզ, ասում է երեխեքին բերել եմ մանկապարտեզ, տնօրենն էլ ասում է գիտեք ինչ, բան Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կարա ընդունենք։ Ասենք մարդ պետք է խելագարը լինի, հասկանում եք, խելագարը բենակ կարա տենց հոլովակ նկարի, մի հատ հետևից միլիոններ ծախսի, որ դա գնա եթեր։ Այս ինչ թեմա է, այդ ինչ 300,000 ադրբեջանցի, ես ձեզ պաշտոնապես ասում եմ, մենք 2024 թվին և 2024 թվին կոնկրետ, այդ թեման անվերադարձ փակել ենք, բայց գիտեք ինչով ենք փակել, շատ դժվար և ծանր որոշումներ կայացնելով, մենք փակել ենք 500,000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեման, որովհետև մեր գործընկերներից Վիլեն Գաբրելյանը ինքը հասարակական կազմակերպության ղեկավար էր կամ գուցե հիմա էլ ղեկավար է, որը կոչվում էր կազմակերպությունը Գարդման Շիրվան Նախճեվան, այսինքն այդ կազմակերպությունը հետապնդում էր, որպեսզի Ադրբեջանից հեռացած տեղահանված հայերը վերադառնան Ադրբեջան եւ զուգահեռ կա կազմակերպություն նաեւ կա կազմակերպություն Ղարաբաղի հայերի վերադարձի թեմայով զբաղվող մենք հասկացանք որ եթե մենք ասենք 500,000-ը վերադառնա նրանք են ասելու 300,000-ը վերադառնա եւ այլն եւ այդպես շարունակ մենք հասկացանք որ այս թեման պետքա փակել բայց որպես 300,000 ադրբեջանցու թեման փակենք անվերադարձ մենք պետք է 500,000 հայ վերադարձի թեման էլ փակենք որովհետև եթե մեկը բացում ես մյուսն էլ է բացվում եթե մեկը փակում ես մյուսն էլ է փակվում հետեւաբար մենք 2024 թվին այդ որոշումները կայացնելով եւ ռազմավարական գործարք առաջարկելով եւ ըստ էության այդ գործարքի տրամաբանությամբ առաջնորդվելով մենք փակել ենք անվերադարձ այդ թեման ինչի են պատերազմի երրագլուխ կուսակցությունը ինչի է միլիոններ ծախսում այդ թեման բացելու որովհետև երբ որ այդ թեման թվում է թե Հայաստանը պաշտպանելու համար են անում իրականում նրանք Հայաստանը խոցելի դարձնելու համար են անում որովհետև փախստականների թեմա վերադարձի եւ մեր կողմից եւ Ադրբեջանի կողմից հետապնդելը այդ նշանակում է կոնֆլիկտի վերադարձ մենք ասում ենք որ փակել ենք թեման եւ բոլոր այդ թեման բացելու փորձերը պետքա տեղում կասեցվի եւ հետեւաբար
այն ուժը, որը հիմա այդ թեման առաջ համաղում միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ ուժը բան անում գովազդում է ադրբեջանցիների վերադարձի թեման այդ ուժը օրակարգ է դարձնում մենք ասում ենք մենք այդ հարցը օրակարգից հանել ենք եւ թույլ չենք տալու այդ հարցը վերադարձնել օրակարգ եւ հետեւաբար այդ հարցը օրակարգ վերադարձնելը բացառելու ամենակարճ ճանապարհը ընդհանրապես պատերազմի ժողովուրդ ջան մի բան շատ լավ մի հատ օրինակ կա ուզում եմ ձեզ հիշեցնեմ 2020 թվից նայեք այդ նույն ուժերը խոսում էին միջանցք ասում ենք լսեք մենք այդ թեման հանել ենք օրակարգից ինչ եք դուք անընդհատ միջանցքային թեմա անում արդյունքում այսօր մենք տեսնում ենք տրիպի փաստաթուղթը որտեղ արմատախիլ է արած նրանք լոբինգ են անում բանի թեման միջանցքի թեմային լոբինգ անում դրանով փորձելով Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրել որ մենք ցայտնոտի մեծ սխալ քայլեր անենք բայց մենք սխալ քայլեր չանենք այսօր միջանցքի թեման արմատախիլ է արված եւ մյուս թեմաները նույնպես արմատախիլ են արված եւ ժողովուրդ թույլ չտաք այդ թեմաները վերադարձնեն իսկ թույլ չտալու լավագույն ձևը հետեւյալն է Տեր կանգնել են պայմանավորվածություններին, որոնք այս պահին կան, իսկ այս պայմանավորվածությունը հետևյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ այս հենքի հիման վրա Հայաստանում հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղության առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ սիրելի ժողովուրդ եւ այս ընտրությունների առանցքային եւ թիվ 1 հարց հետեւյալն է Հայաստանի ժողովուրդը Տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը, իսկ խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել Հայաստանի պետությանը, Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ապագային։ Այս է պատճառը, որ մենք ես ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին ժողովուրդ ջան, որովհետև դա ինքնանպատակ չի, սա աթոռի կռիվ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության, եւ այս է ամենակարևոր արձանագրումը, եւ ես մի ուրիշ առանձնահատկության վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, այսօր ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր ուժը պետք է գիտակցի իր արժեքը, որովհետև սա շատ էական պահ է, պատմական պահ է, որովհետև ես ձեզ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, այսօր քաղաքական ուժեր են մասնակցում, քաղաքական չնայած հարցը քաղաքական են թե չէ, ովքեր ընդամենը տարիներ առաջ, նրանցից մեկը ասում էր ես եմ միակ տղամարդը, Εμείς ասում էր ես հզոր եմ, εμείς ասում էր ես ուժեղ եմ, հիմա անուն դրել է, ինչա փոխվել Հայաստանում, այդ մարդկանց ուժեղ հզոր միակ տղամարդ լինելից, այսօր մենակ կարգախոս են մնացել, նրանք այսօր ոչ ուժեղ են, ոչ հզոր են, ոչ էլ առավել ևս միակ տղամարդ են, եւ այսօր, եթե կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, իսկ կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, ու այդ հզոր մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, եւ եթե կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե կա հզոր ուժեղ մեկը Հայաստանի Հանրապետությունում, այդ ուժեղ մեկը եւ հզոր մեկը դու ես, այդ ուժերն ու հզորը 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 դու ես Եվ նրանք ուզում են ձեր ուժն ու հզորությունը փողով ձեր ձեռից առնեն, որ այդ փողը
տոկոսներով եւ անգամներով հետ բերեն իրանց գրպանները, որովհետեւ մենք նրանց Հայաստանի Հանրապետությունը թալանող թաթիկները ջարդել ենք, մենք նրանց Հայաստանը թալանող թաթիկները ջարդել ենք եւ 8 միլիարդ դոլարի նրանց թալանացից եւ ստվերից այսօր վերադարձրել ենք պետությանը եւ հետեւաբար մի հարցրեք իրար թե ինչա լինելու այս ընտրությունների արդյունքում, թե ինչա լինելու Հայաստանի ճակատագիրը, թե ինչա լինելու խաղաղության ճակատագիրը, որովհետև այդ ամենը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը թող ձեր բարձացնի, ով է այդ մեկ մարդը Եվ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, գողթին, գառնին, Կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ ջան, ես երեք շատ խոսել եմ, այսօր էլ չեմ խոսում վաղվա իրադարձության զորահանդեսի մասին։ Եվ նաև այդ միտքը ես շատ տարել եմ, վաղը աննախադեպ իրադարձություն է տեղի ունենալու։ Եվ վաղվա զորահանդեսը ես ուզում եմ ասել, որ առաջին հերթին հաշվետվություն է։ Հաշվետվություն, թե մենք ինչ ենք արել։ Վաղը ես Հանրապետության հրապարակում ելույթ կունենամ եւ կասեմ նաեւ թե ինչու ինչ եւ ինչպես է այդ ամեն ինչը ստացվել։ Բայց ես ուզում եմ ասել, որ դա հաշվետվություն է մեր քաղաքացիներին իհարկե, բայց դա հաշվետվություն է նաեւ մեր նահատակներին։ Մեր նահատակներին է հաշվետվություն, թե մենք ինչ դասեր ենք քաղել մեզ հետ տեղի ունեցած պատմությունից Եվ ինչ բանակ ենք ունեցել և ինչ բանակ ունենք այսօր։ Եվ ես հույս ունեմ, որ վաղը կգաք տեսնելու ձեր նոր բանակը, տեսնելու ձեր նոր Հայաստանի Հանրապետության նոր բանակը, այս առաջին հայտարարությունը, իմիջիալոց ենթադրում եմ գիտեք արդեն, որ Տիգրան Մեծ Պողոտայում մնալու սպառազինությունը մինչև կեսգիշեր և կարող եք գալ ինչպես երեք ասի, գալ, որովհետև այդ պատմությունն էլ եմ պատմել, չգիտեմ լսել եք, թե չէ, ինչի որոշեցինք, որ Տիգրան Մեծուն պահենք, որովհետև քաղաքացիներից մեկի հետ խոսում էի, զորահանդեսի մասին խոսացի, ասեց, հա գիտենք ինչ եք անելու, հեսա բերելու եք մակետ, բան ստից մտից, մուլյաժ մակետ իրար արած տանեք բերեք, հիմա մենք պահելու ենք Տիգրան Մեծուն, որ մի հատ նայեք, նրանք ովքեր հեռուստացույցով կնայեն, կամ տեղում կնայեն, նայեն, մի հատ էլ սկսեն կասկածել, այդ իրականությունա, թե իրականություն չի, գնան մի հատ էլ նայեն, մի հատ էլ հետ գնան, նա ով չի եղել ասեն, միամիտներ, էլի ձեզ խաբեցին, մի հատ էլ երրորդ անգամ գաք նայեք, և երբ որ տենանք, որ բավարար չափով եկել նայել համոզվել եք, դրանից հետո նոր Երևանից դուրս կտանենք։ Երկրորդ հայտարարությունը հետևյալն է, որ Կոտայքի մարզում մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու այսօր ժամը 20:00-ին
Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում բոլորի հրավիրում եմ եւ մեծ պատիվ կլինի ձեզ տեսնել այնտեղ եւ երրորդ հայտարարությունը կապված է երեխաների հետ երեխաներ եթե ուզում եք քարտեզ նվեր ստանաք խնդրում եմ Ժորդ մենք նաև ես հաճույքով կմնայի միջև բոլորին անձամբ նվիրեի, բայց նաև մենք ժամանակի խնդիր ունենք։ Հետո իմիջայլոց հաշվի առնելով այդ բանը, խնդրեմը, որ մենք չենք կարողանում հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր մեծ հավաքը։ Մենք որոշել ենք, որ հավաքից առաջ 4 կետում Լիբանանի փողոց, Վազգեն Սարգսյանի փողոց, գուցե 5-6 կետում, Նալբանդյան փողոց, Աբովյան փողոց, գուցե Ամիրյանի եւ Տիգրան Մեծի սկզբում էլ մենք այնտեղ կդնենք, այսպես ասած, սեղան կդնենք եւ այն քաղաքացիները, ովքեր ուզում են քարտեզներից նվեր ստանան, հավաքից շուտ կմոտենան, ասինքն ժամը 8-ին է հավաքը, չէ՞ մեր 8-ին է հավաքը, ժամը 7-ից կսկսենք մարդկանց, ովքեր ուզում են մոտենալ, որպեսզի ավելի ազատ ռեժիմում տեղի ունենա այդ ամեն ինչը։